Հիմնականում այս թեմաները ակտիվանում են ընտրությունների շրջանում եւ ավելին դրանք ակտիվանում են հատկապես խորհրդանական ընտրությունների ժամանակ, իսկ նախագահականը Վրաստանի բարակայում վերջին տարիներին արդեն որպես այդպեսին էական նշանակություն եւ դերակատարություն չունի։ Ինչ վերաբերում է խորհրդանական ընտրությունների ժամանակ, ես հստակ հիշում եմ, որ եղել են նաև ժամանակներ եւ ընդհանրապես Վրաստանի եւ Եվրոպական միության համագործակցության մեջ կարևոր դերակատարություն է ունեցել նաև այդ արտաքին քարոզչությանը դեմ պայքարելու մեխանիզմները, միջոցները եւ այդ ակտիվացնելու, օգնելու կիբերհանցագործությունների հետ կապված, կիբերհարձակումների հետ կապված ինչ որ համագործակցության բաներ կային եւ դրանք վերաբերել են նաեւ հենց Եվրոպական միության Վրաստան, այսինքն երկկողմ հարաբերություններին, այդ թվում նաեւ ՆԱՏՕ-ի շրջանակներում են եղել նմանատիպ ինչ որ էլի համագործակցության մեխանիզմներ եւ տարիներ առաջ դա ընդունելի էր նաեւ Վրաստանի համար, որ կարող են Եվրոպական միության հետ քննարկել այս պարագայում Վրաստանի պարագայում հատկապես քննարկում էր, որ երրորդ երկրները չկարողանան միջամտել եւ երրորդ երկրներ ասելով նկատի ունեին հենց Ռուսաստանին, որ Ռուսաստանը չկարողանա միջամտել։ Այստեղ հետաքրքիր մի բան կա, որ գրեթե բոլոր խորհրդանական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի թեման դա այն հարցն է, որ այսպես թե այնպես կա եւ Ռուսաստանի թեման կապվում է ոչ միայն իշխանության կամ իշխանության հետ, այլ նաեւ ընդդիմության հետ։ Այսինքն եթե մեկը փորձում է մյուսին դիսկրիմինացիայի ենթարկել, այսինքն ինչ որ հարցերով, այսինքն սկսում են մեղադրել պրոռուսական լինելու, ռուսամետ լինելու համար։ Տարիներ առաջ ես շատ լավ հիշում եմ, որ նույնիսկ նախագահական ընտրությունների ժամանակ ինչ որ մեկին ուզում են որևէ կերպ համբավի կամ չգիտեմ ինչուի հետ պիտակավորել, այո, պիտակավորել, ամենամեծ բանը հենց ռուսական թեման է այստեղ եւ հաշվի առնելով, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում իսկապես այդ լարվածությունը կա, էլի Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները այն հատկապես օգոստոսյան պատերազմից հետո բավական, այսինքն այդ զգայուն է թեման Վրաստանի հասարակության համար։ Բայց դա չէ որ ամեն դեպքում էլի աշխարհակահաղական ազդեցության մասին է այս ամենը։